Հարգելի հետևորդներ, ABC լուրերը ուղիղ եթերում շարունակում է իր աշխատանքը, ես Գառնու Թավյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Քաղաքական անհամաձայնությունը հետապնդումների պատճառ մասնագետները քննարկել են հետապնդվող անձանց իրավունքների հարցը։ Տնօրենից պատգամավոր Կոջյանի կրթահամալիրի տնօրենի շուրջ չմարող սկանդալը, ինչ են պատմում աշակերտները Ռուզաննա Երեմյանի մասին։ Հոգեկան առողջության պահպանման կենտրոնում դի են գտել, ինչը հայտնի։ Ապահովագրություն համավճարով երեխային բժշկի տանելը թանկանում է։ ԱՄՆ-ն 5 ժամ հարվածել է Իրանին, Թրամփը տեղեկացրել է կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին։ Քաղաքագետները, մարդու իրավունքների պաշտպաններն ու դիմադիր պատգամավորները ասուլիս են հրավիրել հետապնդվող անձանց իրավունքների հարցերի վերաբերյալ թեմայով։ Պնդում են, որ ունենք միջազգային իրավունքի չափորոշիչներին համապատասխանող օրենքներ, որոնք գործող իշխանությունը ուղղակիորեն խախտում է։ Ընդգծել են հատկապես այն հանգամանքը, որ քաղաքական ուժերի ղեկավարները նախընտրական եւ հետընտրական փուլում քաղաքական հետապնդումների են ենթարկվում։ Ընդդիմությունը թշնամի է, այսինքն այլախոսը, որովհետև ես ընդդիմադիր չեմ կարող կոչվել, որովհետև ես կուսակցական չեմ մասնակցել ինչ-որ մի այդպիսի բաների մեջ, բայց ցանկացած այլախոս Հայաստանի Հանրապետությունում այս իշխանության կողմից ճանաչվում է որպես թշնամի, ոչ թե որպես ընդդիմություն, ոչ թե ժողովրդավարության որևէ մի առումով անհրաժեշտ տառ։ Մենք տեսնում ենք քննչական կոմիտեի հայտարարություններից, որ օրինակ փետրվարից մինչև հունիս իրենց ամփոփումների արդյունքներում հարուցվել է ուրեմն 248 անձի նկատմամբ քրեական հետապնդում, սա մինչև հունիս էր, բայց վերջին օրերին էլի մենք տեսնում ենք, որ հետապնդումները շարունակվում են, հենց այսօր հայտարարություններ տարածվել, որ միասնության թևերի ներկայացուցիչի նկատմամբ է քրեական հետապնդում իրականացվում, ընդամենը մի կես ժամ առաջ այդպիսի հայտարարություն տարածվեց, հետևաբար այս մեզ համար էլ շատ բարդ է լինելու հավաքագրել քաղաքական կատարումներով քրեական հետապնդումների ենթարկվողների շրջանակը, բայց ես կարծում եմ դա ամենակարևոր գործն է, որ մենք պետք է անենք։ Հայաստանում չի գործում սեփականության անձեռնխելության իրավունքը։ Գործող վարչապետը հայտարարում է հրապարակային, որ այս կամ այն մարդը դավաճան է։ Մի կողմ դնենք, որ նույնիսկ այդ քրեական գործում դավաճանության որևէ հոդված չկա, բայց այնուամենայնիվ իրավապահ համակարգը գնում այդ մարդու ետևից։ Սահմանափակվում է խոսքի իրավունքը եւ արդեն դատարանները որոշումներ են ընդունում ինչ-որ մարդկանց զրկելու հանրային կյանքին մասնակցելուց։ Խոսքը իրավական համակարգի կատարելության մասին չէ, խոսքը սահմանադրության կարգավորումների մասին չէ, չնայած եթե թույլ կտակ ասեմ, Հայաստանի Հանրապետության եւ որևէ սահմանադրական փոփոխություն, այսինքն սահմանադրությունը 95 թվականի խմբագրությունով մինչև 2015 թվականի խմբագրությունների փոփոխություններ չեն նպաստել իրավական իմաստով բեսպրեդելին եւ չէին էլ կարող նպաստել, որտեղ դրանց ամեն հաջորդ խմբագրությունը ել ավելի է մեծացրել են երաշխիքները, որոնք տրված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների իրացման համար։ Իսկ քրեական գործերում հայտնված ընկերության աշխատակիցները կանգնել են փաստի առջև, մատնվել են հարկադիր պարապուրդի եւ զրկվել ապրուստի միջոցից։ Բողոքի ակցիա է տեղի ունեցել մուլտիտաբակի մոտ։ Աշխատակիցները պահանջում են հնարավորություն տալ վերադառնալ աշխատանքի։ Նրանք խոսել են այն խնդիրների մասին, որոնք կառաջանան, եթե գործարանի աշխատանքը շուտով չվերսկսվի։ Պահեստում ունեն մեծ քանակությամբ պահեստավորված պատրաստի արտադրանք՝ նյութ, հումք, մասնավորապես թութուն։ Օրական 2 անգամ ստուգվում է միկրոկլիման, որ այն հարմար լինի թութունի պահման պայմաններին, այնինչ գործարանի կապարակնքումից հետո այդ ամենը չի արվում։ Մուլտիտաբակ գործարանը 130-ից ավելի աշխատակից ունի։ Ոչ մեկը չի գնալու ուրիշ տեղ աշխատանք փնտրի կամ չի գնալու մուրալու։
բոլորն ուզում են որպեսզի աշխատեն։ Իսկ մենք պահանջում ենք նաև որ անհապաղ ազատ արձակեն պարոն Ծառուկյանին, որպեսզի դուրս գա ժողովրդին տերություն անի։ Հիմա այս որ Արկադիր պարապորտի մեջ ենք, պարոն Ծառուկյանը, էլի ես համոզված եմ, որ կարող է դուրս գա ու այսքանին վարձատրի, բայց որ այդ մարդը չվարձատրի, պետությունը պարտավոր է, այսքան պարապորտի վնասը վերականգնի, ժողովրդին վարձատրի, անելու են իրանք։ Ես կարծում եք կվերականգնի պետք։ Ես չեմ կարծում որ իրանք կվերականգնեն, իրանք մենակ կարող են խլին։ Ժողովուրդը բոլորը վարկերի տակ, պարտքերի տակ ոնց պետք է լինի վերջը։ Բոլորս մենք դրա կարիքն ունենք, սրանով ենք սնվում ապրում։ Ոնց կլինի։ Մենք մեղավոր ենք։ Քանի օր չեք աշխատում։ Արդեն 8 օր, քանի օր, 9-րդ օրն է։ Ոնց պետք է ապրենք, մեր վարկերով պետք է փակի։ 100 Ինչ եք պատրաստվում անել։ Եթե չբացեցին գործարանը, ամեն ինչի մենք ընդունակ ենք, կանենք։ Ինչ պետք է անենք, մեր երեխեքին ով է պահելու։ Իրավապահները գնացել են Գագիկ Ծառուկյանի ձիար շավարան ըստ փաստաբանների, որոշումը եղել ձիերին արգրավելու։ Հովհաննես Վարդանյանի խոսքով Ծառուկյանի ձիերի և փասյանների արգրավումը հետաձգվել է։ Արգրավման որոշումը կայացրել են դեռևս հուլիսի 10-ին, սակայն տեխնիկական խնդիրներ են առաջացել տեղափոխման վերաբերյալ։ Այսօր ևս հետաձգել են։ Հաստատի իրանք հանդիսանում են ընտանի կենդանիներ եւ որպես այդպեսին չեն կարող հանդիսանալ որևէ քրեական վարույթի առարկա, որպես այդպեսին։ Հիմա դատավարական ընթացակարգերով քննիչի որոշումը բողոքարկվում է։ Վնաս կկրեն, որովհետեւ իրենց ծանոթ միջավայրում են իրեն գտնվում, հատուկ խնամք են պահանջում, որովհետեւ հատուկ ձիեր են, որպես այդպեսին տոհմական զուտ այդ մասով խնդիր կարող է առաջանալ միանշանակ։ Զուգահեռ վերադասավորումներ են վարչական շրջաններում։ Սաշա Կատվալյանը հրաժարվել է Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկի տնօրենի պաշտոնից։ Տիգրան Ավինյանի որոշմամբ նա նշանակվել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։ Իսկ օրեր առաջ հրաժարական ներկայացրած Ռոմիկ Մխիթարյանը նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանի փոխարեն։ Խորհրդարան անցնելուց հետո Ռուզաննա Երեմյանի շուրջ քննարկումները չեն դադարում։ Նրա ղեկավարած կրթահամալիրի վերաբերյալ նախկինում հրապարակված ահազանգերին ավելանում են նոր պատմություններ, այս անգամ նախկին և ներկա աշխատակիցներից ու աշակերտներից։ Ինչ պնդումներ են հնչում Կոջոյանի կրթահամալիրի տնօրենի հասցեին, ինչպես է նա արձագանքել դրանց և ինչ են հայտնել պատասխանատու կառույցները, ռեպորտաժում։ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի խորհրդարան անցած տնօրենը կվերցնի մանդատը, պարզ կլինի օգոստոսին։ Մինչ այդ կրթահամալիրի շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում։ ABC մեդիան շարունակում է տարբեր ահազանգեր ստանալ ծնողներից, նախկին աշխատակիցներից ու աշակերտներից, որոնք վերաբերում են կրթահամալիրում տիրող մթնոլորտին, տնօրենի գործելավոճին եւ հնարավոր իրավախախտումներին։ 2026 թվականից սկսած տարբեր հրապարակումներում Ռուզաննա Երեմյանին մեղադրում են դպրոցում քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար, խախտելով հանրակրթության մասին օրենքը, որն արգելում է ուսումնական հաստատություններում քաղաքական քարոզչությունը։ Այս հարցով պաշտոնական դիմում էր ներկայացվել նաև ԿԳՄՍ նախարարություն։ Երեմյանի անվան շուրջ աղմուկը սկսվեց այն ժամանակ, երբ վերջինս աշխատանքային ժամին կաթողիկոսի դեմ գրառում էր արել ու միացել էր Փաշինյանին։ Այն ժամին, երբ ես դպրոցի տնօրեն եմ, իսկ դա առավոտյան ժամը 8-ից մինչև ժամը 16:00 է, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ ԿԳՄՍ նախարարությունը սակայն հայտնել էր, որ հարցը փոխանցվել է Երևանի քաղաքապետարան, քանի որ կրթահամալիրը գտնվում է քաղաքապետարանին ենթակայության ներքո։ Ավելի ուշ քաղաքապետարանից հայտնել էին, որ տնօրենի գործողություններում խախտումներ չեն արձանագրվել։ Այդ կերպարը, անունը արդեն մոռացել եմ, նա բացահայտ քարոզչություն է տանում եւ չի դադարում։ Նա բազմիցս տարբեր անգամ աչքի է ընկել իր գերնիկոլականությամբ, եթե այդպես կարելի է բնութագրել։ Սակայն հրապարակային դժգոհությունները դրանով չեն ավարտվել։ 2026 թվականին մի շարք հրապարակումներով նախկին աշխատակիցները պնդել են, թե դպրոցում եղել են աշխատակիցների նկատմամբ ճնշումներ, կոպիտ վերաբերմունք, նաև հնչել են պնդումներ գումար հավաքելու, նվերների պահանջի եւ այլ հնարավոր չարաշահումների մասին։ Այս պնդումները հրապարակվել են լրատվամիջոցներում, սակայն մինչ այժմ իրավապահ մարմինների կողմից չեն հաստատվել։ Այսօր ինքը հիմքից կրթական մակարդակը քանդել է դպրոցում։ Եվ աշակերտները
Ստրեսի ենթարկված են տուն գնում։ Այդ ներքին ֆոնդի գումարն էլ է հավաքվում եւ մի բան էլ ավել է հավաքվում, հասկացանք, լավ։ Ֆոնդի գումար հավաքում են, բայց ի՞նչ է նշանակում ավել գումար հավաքեն, որ տան իրան։ Ինքը վիզիշլի նվեր չի ուզում, ասма փողը բերեք տվեք։ Մեկ այլ հրապարակմամբ ծնողները պնդել էին, որ դպրոց Նիկոլ Փաշինյանի այցից առաջ աշակերտներին առաջարկել են հագնել նույնանման շապիկներ, որոշակի խորհրդանիշներով եւ ծնողներին պարտավորեցրել են ձեռք բերել դրանք։ Ավելին, երբ մեր նկարահանող խումբը փորձեց տնօրենից պարզել ինչ է տեղի ունեցել, վերջինս սկսեց բղավել ու վիրավորել։ Անգելիս ազատեք տարածքը։ Հիմա բաներ մի խոսեք։ Դե մենք մեր բանը կեսել։ Դուք ով եք։ Ես ABC մեդիայից Սեդան եմ Մակարյան դերակցում։ Ես ձեզ հետ խոսելու բան չունեմ։ Հերթն աշակերտներինն էր, վերջիններս մեզ պատմել են, որ Ռուզաննա Երեմյանը դասաժամերին քաղաքական քարոզով է զբաղվում ու ղորթում է սաներին։ Շատ ակարգալից է խոսում։ Այո, մի քիչ առաջ զանգերերի նկարչի ուսուցչի ու գորում էր խոսքի պասեք ասեմ։ Գորում էր տիպը ես ձեր տեղը պախատան եմ այսքան ժամանակ ինքը կան բաներ ինքը գալիս է ահավոր հեռվից օրինակ այդ որ ավտոբուսները թանկացել էին ինքը մեր հետ խոսում էր բայց ինքը գալիս էր ահավոր հեռվից օրինակ ինչ որ Հայկու բել էր սկսում խոսալ ու վերջում ասում դե տեսեք երեխեք որ դուք չլսեք ձեր վարչապետին կառավարչին ցած բաներ կարելի Իսկ նախկին սաները պատմում են, որ նա անհարգալից է վերաբերվում ոչ միայն իր գործընկերների հետ, այլ նաև սաների, նրանց վիրավորել, նվաստացրել է։ Շատ աշակերտների նա հասցրել է տագնապային գրոհի անհիմն պատճառներով։ Թիրախավորում է ծնողազուրկ երեխաներին, շատ լավ իմանալով իրենց հոգեվիճակը։ Դասարանի երեխաներին միշտ իրար դեմ է լարում։ Նա ուներ դասղեկական ավագ դասարան, եւ նրա հանդեպ հարգանքը պայմանավորված է միայն նրանից վախով, ոչ ավելի, ոչ պակաս։ Ես 2024 թվականի շրջանավարտ եմ, կցանկանայի խոսել այս մասին։ Իմ աշակերտական տարիներին փորձել եմ բողոքել Արմեն Սարգսյանի եւ Ռուզաննա Երեմյանի դեմ կասկածելով նրանց փողերի լվացման մեջ, ինչպես նաեւ վատ վարքագծի ցուցաբերում, հանրայնացված բուլինգ, թիրախավորում աշակերտների հանդեպ եւ քաղաքական կոնտեքստով խոսքեր։ Օրինակ, գնեք Թելսելի տրանսպորտային քարտը։ Նաև 2024 թվականի դիպլոմային աշխատանքների թեմայի փոփոխությունը մի քանի ամիս առաջ։ Խորագիրը ինքնանկարն էր, որը կարող են անձայն աչքով տեսնել, սակայն հետո նա անձամբ փոխեց եւ անվանեց Հայաստանը մենք ենք, եւ ինչպես կարող եք տեսնել, աշխատանքների մեծ մասի նկարները խորագրին չեն համապատասխանում։ Ասեմ ավելին, ավելի մեծահասակ շրջանավարտներ նույնպես բողոքում էին նրանից, երբ նա դեռ փոխտնօրեն էր։ Շատ աշակերտների նա հասցրել է տագնապային գրոհի անհիմն պատճառներով։ Բարև ձեզ, չեմ ուզի շատ երկար գրել, ինքը բավականին կոպիտ էր խոսում բոլորի հետ։ Մազերը ներկելու պատճառով կարար տաներ հավաքարարի խուց, որ տեսախցիկները միջանցքի չնկարեն ու սկսեր սպառնալ, որ հեռացնելու է։ Հավաքել էր իմ դեմ դասարանի աղջիկներին ու իմ մասին սեռական բնույթի բամբասանքներ էր սկսել ասել, որ իմ հետ շփվեն։ Շատ կասկածելի ու տարօրինակ մարդ էր մի խոսքով։ Իմ կյանքում առաջին անգամ, որ հասուն մարդ որոշի աշակերտին բուլինգի ենթարկել։ Գիտես ինչ մանյակ տիպ է, ես ընդեղ եմ սովորել, ահա որն է։ Սաղ վստահ եմ, զզվում են, անձնակազմը ու վախենում։ Շատ անդաստիրակ է պահում միշտ իրան երեխեքի հետ, նաև անգրագետ է։ Ես իրան 2018-ին ջնջել եմ սաղ տեղերից։ Հայրիկի նկարի տակ բաներ գրել, սաղ կապերս կտրեցի։ Ըստ աշակերտների Երեմյանը նաև ավարտական դասարանների աշակերտներից գումար ու նվերներ է պահանջել։ Այն բարձր դասարանները պետք է ամեն ամիս 15-20 հազար փոխանցեն, որ դասղեկները ծրարով ներկայացնեն իրան։ Այդ ո՞ր դեա գրած, որ տնօրենի իրավունք ունի սենց շորտի, կորզի։ Ահազանգեր կան նաև Երեմյանի ամուսնու Արմեն Սարգսյանի գործունեության վերաբերյալ, որը ըստ մեր տեղեկությունների նույն կրթահամալիրում աշխատում է որպես տնտեսվար։ Մեր խմբագրությունը ահազանգող քաղաքացիները, որոնք տարբեր ժամանակներում առնչվել են կրթահամալիրի տնօրենի հետ, նշում են, որ Երեմյանի հեռանալուց հետո տնօրեն նշանակվելու է նրա մտերիմն ու կատարելու է այն հրահանգները, որոնք ստանալու է արդեն падգամավոր Ռուզաննա Երեմյանից։ Ինքը Երեմյանը լրագրողների հետ զրույցում բազմիցս անդրադարձել է ահազանգերին, սակայն հստակ պատասխաններ չի տվել։ Միայն հայտարարել է, թե իր փաստաբանն է զբաղվում ԶԼՄ-ներում տեղ գտած ահազանգերով։ Մեր խմբագրությունը շարունակում է ստուգել ներկայացված տեղեկությունները եւ պատրաստ է ներկայացնել նաեւ տնօրենի դիրքորոշումը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Հուլիսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կնոջ դի են գտել։ Պարզվել է, որ մահացածը կենտրոնի բուժառու 88-ամյա Լիաննա Ղուկասովան է։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն գտել, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երեխային բժշկի տանելը որոշ ընտանիքների համար լրացուցիչ ծախս է դարձել։ Ծնողները վստահեցնում են խորհրդատվությունների համար համավճար են պահանջում, իսկ պատասխանատու կառույցները պնդում են, որ գործող կարգում նոր փոփոխություն չի եղել։ Սեդա Գյուրեղյանն է անդրադարձել թեմային։ Երեխաների անվճար բուժօգնությունն աստիճանաբար դառնում է համավճարով։ Ծնողները ահազանգում են, ծառայությունները, որոնց համար պետպատվեր էր գործում, այսօր վճարովի են դարձել։ Խնդիրը վերաբերում է հատկապես նեղ մասնագետների խորհրդատվություններին։ Երեխայի ոտն էր վնասվել 3 օր մի քանի օր առաջ եւ տարա իր պոլիկլինիկան, որտեղ որ գրանցված է, որպեսզի ստուգեն հասկանան ինչ խնդիր կա։ Անտեղ թերապևտը նայեց եւ ուղեկրեց դեպի մասնագետ վնասվածքաբան։ Բայց դրանից առաջ զգուշացրեց, որ արդեն համավճար է գործում, հետաքրքրվեց թե ինչ է իրենց ներկայացնում, պարզվեց, որ այդ կոնսուլտացիայի մի մասը, այսինքն այս դեպքում դա արժեր 9000 կոնսուլտացիան, որից 5000-ը ծածկում էր պետությունը եւ 3000 ես պետք է վճարեի։ Նույն բժշկի մոտ մի քանի ամիս առաջ անվճար է սպասարկվել Դավիթի որդին։ Ծնողն առաջին անգամ է լսել, որ երեխայի խորհրդատվության համար պետք է համավճար կատարի։ Դավիթի ֆեյսբուքյան գրառման տակ տասնյակ ծնողներ նույն խնդրի մասին են գրել։ Թեհմինե Ասատրյանը պատմում է, որ առանձնահատուկ կարիքներ ունեցող որդուն տարին մի քանի անգամ էնդոկրինոլոգի ու օրթոպեդի մոտ է տանում։ Բալիկս խնդիրներ ունի ու հսկվում է արդեն շուրջ 5 տարի։ Հենց այսօր տեղեկացա, որ խորհրդատվության համար պետք է վճարեմ համավճար 6000 դրամ։ Աբսուրդի ժանրից է ու տարին մի քանի անգամ։ Նույն խնդրին է բախվել նաև Մարիամը, որ առաջին դասարան ընդունվելու համար դստերը տարել է պարտադիր ստուգումների։ Ասացին, որ այս տարի ևս մեկ կաբինետ պետք է մտնենք լոգոպեդի մոտ, բայց զգուշացրեցին, որ վճարովի է լինելու։ Ճիշտ է, գումարը մեծ չի, 2000 դրամ է, բայց ինչքանով ես տեղեկացված եմ ու էլի եմ վերցրել այդ տեղեկանքը մանկապարտեզ գնալու համար, նախկինում լրիվ անվճար է եղել։ Ծնողների պնդմամբ հատկապես վերջին շաբաթներին են բուժհաստատություններից սկսել ծանուցվել համավճարների մասին, սակայն առողջության ապահովագրության հիմնադրամը վստահեցնում է 2015-ից ներդրված համակարգում որևէ նոր փոփոխություն տեղի չի ունեցել։ Հիվանդը վճարում է սահմանված գնով կամ իրական ծախսի եւ պետության հատուցած գումարի տարբերությունը, այսինքն ԲԿ-ն հաստատում է որոշակի գումար, պետությունը որոշակի խմբերի համար հատկապես սուբսիդավորում է այդ արժեքը ու եթե պետության տված սուբսիդավորումը ավելի քիչ է լինում, քան ԲԿ-ի կողմից սահմանած գինը, այդ մնացած տարբերությունը վճարում է պացիենտը։ Այսինքն, եթե բժշկական կենտրոնը խորհրդատվության արժեքը սահմանում է օրինակ 9000 դրամ, հիմնադրամը փոխհատուցում է 6000-ը, իսկ մնացած 3000 դրամը վճարում է քաղաքացին։ Բայց ինչու են բժշկական կենտրոնները սահմանում ավելի բարձր գին։ Պատճառը ըստ բժիշկ Գևորգ Գրիգորյանի հենց փոխհատուցման չափն է։ Ես ինքս 15 տարվա ստաժով վիրաբույժ եմ։ 6000 դրամով ես խորհրդատվություն չեմ անի։ Ինձ ավելի հեշտ կլինի խորհրդատվությունը անեմ անվճար եւ ինքս ինձ լավ զգամ, որ ես պացիենտին լավություն եմ արել, քան թե խորհրդատվությունը անեմ չակեսավոր ասած վճարովի ու դրա համար ստանամ 6000 դրամ։ Զրուցակիցներիս խոսքով խնդիրը ոչ թե համավճարի գաղափարն է, այլ այն, որ պետության սահմանած փոխհատուցման չափը չի համապատասխանում իրական ծախսերին, եւ այդ բացը լրացվում է ծնողների հաշվին։ Ստացվում է, որ ԲԿ-ների վրա են թողնում, ԲԿ-ներն եթե հաշվի առնենք, որ ձեռք չի տալիս, այդ կոնսուլտացիայի գինը իրական չի կազմում 6000 դրամ, բնականաբար գումար են ավելացնելու։ Ես ստացվում է, որ մեղավորը իհարկե առողջապահությունը չի, բայց ԲԿ-ներն են, բայց իրականում պետք է նենց գին որոշվեր, այսինքն առողջապահության նախարարությունը, բժշկական կենտրոնները պետք է նենց միած գին որոշեին, միջինացված, որպեսզի նա մի կողմից բժիշկները դժուժեին եւ կարողանային թար այսպես ասած, չգիտեմ, հիմնավոր աշխատավարձ ապահովել բժիշկների համար, կոնսուլտացիայի համար մյուս կողմից պետությունը կարողանա ստացել այդ
գումար, այսինքն Արդյունքում ստացվում է հակասական պատկեր։ Քաղաքացին արդեն վճարում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի համար, բայց նույն համակարգի շրջանակում նույնիսկ երեխայի բազային խորհրդատվության դեպքում հաճախ ստիպված է նաև վճարել բժշկական կենտրոնին։ Իսկ մինչ առողջապահության նախարարությունը շարունակում է հայտարարել, որ համակարգը մեծացնելու է բժշկական ծառայությունների հասանելիությունը, ծնողները մտավախություն ունեն։ Հավելյալ վճարները կարող են հատկապես սոցիալապես խոցելի ընտանիքներին ստիպել հետաձգել երեխային բժշկի տանելը։ Սեդա Գյուրեղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Վենեսուելայի ավերիչ երկրաշարժի պատճառով զոհերի թիվը շարունակում է աճել։ Խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսի հայտնած վերջին տվյալով զոհվել է 3811, վիրավոր է 16740 մարդ։ Հազարավոր մարդիկ էլ մնացել են անօթևան, ըստ պատկան մարմինների, անհրաժեշտ է կառուցել մոտ 25000 նոր բնակարան։ Կառուցապատման աշխատանքների համար արդեն հատկացվել են հողատարածքներ։ Հունիսի 14-ի գիշերը Միացյալ Նահանգները 5 ժամ շարունակ հարվածել է Իրանում գտնվող թիրախներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հարվածել են Բուշեհր, Չաբահար, Ջասկ, Քոնարակ, Աբու Մուսա և Բանդար Աբաս նահանգների ռազմական օբյեկտների վրա։ Հուլիսի 13-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է սրվել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է կոշտ գործողությունների դիմել Իրանի դեմ և չի բացառել նույնիսկ Իրանի գործող իշխանության ներկայացուցիչների թիրախավորումը։ Նրա խոսքով Թեհրանին տրված բանակցային հնարավորությունը չի արդարացրել սպասումները։ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նպատակ ունի զրկել Իրանին Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունից։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ոչնչացնել այդ ուղղությամբ Թեհրանի ռազմական ներուժը։ Միացյալ Նահանգների կոշտ հայտարարությունների և ռազմական գործողությունների ֆոնին Իրանը ըստ լրատվամիջոցների պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան մի շարք թիրախների։ ԶԼՄ-ների փոխանցմամբ թիրախում են եղել Քուվեյթում տեղակայված կապի համակարգերը, Պատրիոտ զենիթահրթիռային համալիրները և զինամթերքի պահեստները։ Բացի այդ, Իրանի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ռազմական օբյեկտների վրա իրականացված հարձակումներին ի պատասխան հարվածել են ամերիկյան ռազմական նավի։ Մինչ Վաշինգտոնը խոսում է Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողությունը սահմանափակելու մասին, նեղուցում իրավիճակն ավելի է սրվում։ Իրանական աղբյուրների փոխանցմամբ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել մի քանի նավ, թե ովքեր են իրականացրել այդ հարձակումները, դեռ պարզ չէ։ Թեհրանը շարունակում է պնդել, որ Հորմուզի նեղուցի անվտանգության հիմնական պատասխանատուն հենց Իրանն է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ նեղուցի անվտանգությունն ապահովելու հարցում Իրանի դերակատարությունը չի փոխվել և շարունակում է մնալ առանցքային։ Միացյալ Նահանգները մտադիր է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունն ու դրա դիմաց ստանալ նեղուցով անցնող բոլոր բեռների համար գանձվող վճարների 20%-ը։ Միացյալ Նահանգների նախագահը բացարձակապես ճիշտ է։ Ով ապահովում է առևտրային նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով, պետք է փոխհատուցում ստանա այդ ծառայության դիմաց։ Իրանը միշտ եղել է նեղուցի պահապանը և կմնա ընդմիշտ։ Իսկ ռազմական և քաղաքական լարվածությանը զուգահեռ Իրանում եղանակային ծայրահեղ պայմաններ են։ Դելհորան քաղաքում գրանցվել է 51.5 աստիճան տաքություն։ Մասնագետների տվյալներով սա այս տարվա ընթացքում աշխարհում գրանցված ամենաբարձր ջերմաստիճաններից մեկն է։ Մինչ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, պատերազմական գործողությունները չեն դադարում նաև ռուս-ուկրաինական ճակատում։ Ռուսական ուժերը գիշերը հերթական հրթիռային հարվածներն են հասցրել Կիևին։ Նախնական տվյալներով զոհեր և վիրավորներ չկան։ Ռոսիայի Սիվոդնիա մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ 1 միլիոն ռուբլի կփոխանցի Մոսկվայի մարզում ուկրաինական անօդաչուի հարձակման հետևանքով զոհված 6 ամսական երեխայի ընտանիքին։ Հունիսի 30-ին Եգորևսկի շրջանում տեղի ունեցած հարձակման հետևանքով երեխան մահացել էր, իսկ նրա ծնողները հոսպիտալացվել։ Ընտանիքի ծանոթներն օգնության խնդրանքով դիմել էին Սիմոնյանին։ Անիա Բաղյան, Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորքյան, ABC Media։
Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը, տաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։